նայելով տատիկի տաղ կյանքը աշխատել է։ Հիմա այսօր եկել է խորը ծերություն, բարեկեցիկ անցկացնի։ Թոշակը երբ կարա բարձրանա, որ ես ասեմ վաղը 200 լինելու, սուտ է, ես բան կյանքում թույլ չեմ տա ասել։ Պետք է լիարժեք տնտեսությունը զարգանա, բյուջեն գումար լինի, որ այդ բյուջեի գումարից էլ ասեն էս թոշակների համար, էս առողջապահության համար, էս ուսման համար, էս երիտասարդ ընտանիքների համար, ցանկացած 1% տնտեսական աճ 25 միլիարդ է։ Հիմա այսօր սաղը վարկի տակ եք, չէ՞։ Չէ, լուրջ, ճիշտ եմ ասում։ Ամեն ընտանիքից 2-3-ը, չէ, մեկն է չէ։ Տնտեսական ճգնաժամ ա եղել։ Համաճարակ, կորոնավիրուս ա եղել։ Մի տարի մարդը չի աշխատել, պարտքի վարկի տակ ա։ Եղել է պատերազմ, էլի մարդիկ ծանր վիճակի մեջ են։ Պետությունը մինչև 3 միլիոն դրամ ներում ա շնորհում իր ժողովրդին, որ 2 միլիոն 450 հազարից միանգամից 2 միլիոն 200 հազար մարդ այդ բերից կպրծնի, ցեղից դուրս կգա։ Ոչ թե այսօր անգիր արե ճարտար եկել եմ ձեր հետ խոսում եմ, այլ կյանքը տեսել եմ դժվարություն էլ, նեղություն էլ, լենություն էլ, սա գիտեմ, ձեր ցավը տանեմ, պատկերացնում եմ, խնդիրն էլ լուծում